Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Մենք սկսում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV ընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի աջակցությամբ։ Նախ շնորհավորում եմ բոլորին, որ գարունը վերջապես եկավ Հայաստան։ Իսկ գարնան հետ նաև գարնանային ամենասպասված տոնը, մարտի 8-ը։ Եվ այդ կապակցությամբ մենք խախտելով ավանդույթը եթերաշրջանը սկսում ենք արտամրցույթային խաղով։ Ռոմանտիկ նոտայի վրա։ Եվ այսօրվա խաղին կմասնակցեն միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Եվ այսպես, ես խաղի եմ հրավիրում Նորա Ալանակյանի թիմին, Հայաստանի Հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյան, ֆինանսական վերլուծաբան Տաթևիկ Քամալյան, ծրագրավորող Աստղիկ Պետրոսյան, մեդիա փորձագետ Շողիկ Վարդանյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյան և թիմի ավագ ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյան։ Նորա Ալանակյանի թիմի դեմ այսօր կխաղան Տատյանա Զդոբնովան, Սվետլանա Համբարձումյանը, Լևոն Սահակյանը, Նարինե Եղիազարյանը, Վազգեն Հարությունյանը, Սոնա Բախշյանը, Ամալյա Սարգսյանը, Բլից, Արթուր Կարապետյանը, Լարիսա Աթոյանը, Սյուզան Թորոսյանը, Թամարա Շահնազարյանը և Ռոզգոստրախ Արմենյան։ Ինչ, որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվեն նրանք, ովքեր կվաստակեն 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Իմ շատ սիրելի կանայք և աղջիկներ, ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ողջ ստեղծագործական թիմի անունից շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում առողջություն, երջանկություն և իհարկե մեր կողքից անպակաս լինեք։ Բայց շատ գեղեցիկ թիմ է հավաքվել։ Հուսով ենք ոչ միայն գեղեցիկ, բայց նաև հաջողակ։ Եվ խելացի։ Ռոզգոստրախ Արմենիա։ Ձեր դեմ խաղում է գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը։ Հայ գրողի հայտնի ստեղծագործության հիմնական թեման թշնամու դեմ պայքարն է, որը սակայն չի իրականանում սոցիալական, առողջական և քաղաքական պատրվակների պատճառով։ Ուշադրություն հարցը։ Ինչպես է կոչվում այդ ստեղծագործությունը։ Ժամանակ։ Ուրիշ ինչ է, ծախոքայնոսը դրա մասին չի, պայքարին թշնամոտ է, հաստատ առողջական կար, պայքար չէր շնորհացում, մի հերոս է, ուզում են, ասմա կոմեչ ամ։ Ինչ որ ասում է, պույպույը մկնիկը կարող, ոչ թե պույպույը մկնիկը չէ, կոկոսը թշնամոտ չէ։ Նավեն ինչ կա, չնկատում հաստատ չեն, որ ընդեղ չկան, ընդեղ կարել Քաշնազարնա, մենակ քաշնազարնար Ուրեմն շողիկը պատասխանես։ Դուք դեռ ժամանակ ունեք։ Մենք ժամանակ ունենք, բայց կարծում եմ, որ մենք արդեն պատրաստ ենք պատասխանելուն և շողիկը Շողիկը։ Լսում եմ ձեզ, Շողիկ։ Մենք մտածում ենք, որ խոսքը Քաշնազարի մասին է։ Ինչու եք այդպես մտածում, Շողիկ։ Որովհետև նա էր տարբեր պատրվակներով ալարկոտ ուղակի նստած։ Ալարկոտ նստած էր, իսկ ինչ պատրվակներ էր բերում։ Ճիշտն ասած,
ցավոք հեքիաթը մանրամասն չեմ հիշում, բայց ոնց որ թե հարցում թվարկված պատճառները համընկնում են։ Սոցիալականը, առողջականը, քաղաքականը։ Կգնայի սականնեի սակայն, չգիտեմ, լավ չեմ հիշում հեքիաթը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մեկն արդարանում է ասելով, որ կաղ է։ Մյուսը պնդում է, որ երբեք չի տեսել հակառակորդին, իսկ երրորդը ուշադրություն էկրանին։ Յուզանտ, էդ դու ասիր, ինձ ասում, գիժ, ես ճարասեմ, թե զանք կախ է։ Ճարասող է, ոչ թե զանք կախող, այս ստեղծագործությունը Աթաբեկ Ֆնդոյանի մկների ժողովն է։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների, փաստորեն սա Ռոզգոստրախն էր, հեռուստադիտողները պարգևավճար չեն ստանում։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում է Ռոզգոստրախ ընկերության տնօրենի տեղակալ պարոն Վահագն Աղավելյանը։ Բարի երեկո պարոն Աղավելյան։ Բարև ձեզ։ Ինչ կցանկանաք մեր կանանց, պարոն Աղավելյան։ Նախ եւ առաջ կմիանամ ձեր ցանկություններին եւ իմ կողմից կցանկանամ բազմաթիվ փոքր եւ մեծ երջանկության առիթներ։ Եվ օգտվելով առիթից կուզեմ տեղեկացնել, որ Ռոզգոստրախը մի ամսյակի ընթացքում կանանց կտրամադրի 20% զեղչ բոլոր ապահովագրական տեսակների, պրոդուկտների վրա, բացառությամբ ապահովագրության հետ կապված պրոդուկտները։ Այսինքն, պարոն Աղավելյան, ես ճիշտ հասկացա, որ կարող են ապահովագրել առողջությունը, գույքը, մարմնի տարբեր մասերը։ Ուրիշ բան չհասկանաք, եթե հաշվի առնենք այն նկարները, որը Facebook-ում դնում են մեր աղջիկները եւ կանայք, իսկ դու եմ հայ կանայք պետք է ամենաշատը շուրթերը ապահովագրել։ Սելֆիներից ելնելով եմ ես ասում։ Պարոն Արարթավար, ես կարծում եմ, որ կանայք կատարյալ են, դրա համար որևէ մարմնի մաս տարանջատելը սխալ է։ Շնորհակալություն, պարոն Աղավելյան։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունը, հովանավորն է Նյուկոմ ընկերություն, Մադաթև կոնյակ, Վիվարո ընկերություն, հեռուստադիտողների և գիտակների գործընկերն է Այո քարտը, գովազդ Արմենիա TV-ի եթերում։ Ուշադրություն, այս խաղի լավագույն գիտակին, հաղորդավար դերասան թարգմանիչ և ռեժիսոր Արտավազդ Եղոյանը նվիրում է իր սիրելի հեղինակին Վիլյամ Սարոյանին նվիրված ժողովածուն իր մակագրությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում բյուրոկրատ գրախանութին մեզ գրքեր տրամադրելու համար։ Երկրորդ խաղափուլ։ Երբ չեմ հիշում ով տվեց այդ տարբերակը, ասաց այդ տարբերակը կույպույ մկնիկը, ես ասեցի, ինձ թված հեսա մի անգամից մկների ժողովի վրա դուրս կգար։ Աստղիկներ ասել, բայց ես էի, մենք հայ չկատարեցինք։ Ձեր դեմ խաղում է Թամարա Շահնազարյանը, ուսանողուհի Վանաձորից։ Ամերիկացի գրող Ջեյմս Գվորտնիի գիրքը հաջողություն չուներ ընթերցողների շրջանում։ Ինչ անել, մտածեց Գվորտնին և ելք գտավ ծանր իրադրությունից։ Նա թերթում հայտարարություն տեղադրեց։ Գեղեցիկ, երիտասարդ միլիոնատերը կցանկանա ծանոթանալ մի աղջկա հետ, որը ուշադրություն հարցը։ Ինչպես իր հայտարարություն մի վայրկյան, ինչպես իր հայտարարությունն ավարտեց գրողը, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց նրա գրքի ամբողջ տպաքանակը։ Ժամանակ։
որը նման է գրքի մեջի աղջկան, որը նման է գրքի մեջի աղջկան։ Չէ, որը նման է գլխավոր Հարթացել է այդ գիրքը, եւ բոլորը գրքի հերոսուհուն նման։ Դե գիրքը առնելու համար պետք է ոնց որ առնեն կարդան, չէ, այսինքն հերոսուհուն պետք է իմանա։ նոր ես ինչ որ միտեղ կարդացել եմ, որը նման է գլխավոր հերոսին։ Լավ, դու էլի տարբերություն ջում նկարել։ Լավ, ասես որ գլխավոր հերոսը սյուժեին եւ հանգուցանոթի գրքին։ Թող դա Բայց մենք չենք որ մեջը Լավ, հերոսը։ Ժամանակ, ով է պատասխանում, Նայրա Կարապետյանը։ լսում ենք ձեզ, Մենք կարծում ենք, որ գրքի վաճառքը ապահովելու համար հայտարարության վերջում ասվում էր, որ այն աղջկան, ով նման է գրքի գլխավոր հերոսուհուն։ ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իսկ ինչու եք այդպես կարծում, Տիկին Կարապետյան։ Որովհետև հաստատ բոլորը կկարդային այդ գիրքը, որպեսզի տեսնեին ինչպիսին է հերոսուհին եւ ինչ որ չափով փորձեին նմանակել եւ համապատասխանել հայտարարության մեջ հնչեցրած չափանիշներին։ Ամերիկացի գրող Ջեյմս Գվորտնիի գիրքը հաջողություն չուներ ընթերցողների շրջանում։ Այդ ժամանակ գրողը թերթում տեղադրեց հետևյալ հաղորդագրությունը. Գեղեցիկ երիտասարդ միլիոնատերը կցանկանա ծանոթանալ մի աղջկա հետ, որը նման է Ջեյմս Գվորտնիի գրքի գլխավոր հերոսուհուն։ Մեկ-մեկ Նայրա Կարապետյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ հավասարեցնում հաշիվը։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Յուքոմ ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը։ Բարի երեկո, պարոն Սաֆարյան։ Հիշեցնեմ, որ Մարմարե անցնի մրցանակագրին Յուքոմ ընկերությունը կնվիրի iPhone 7 բջջային հեռախոս։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@shnik.am էլեկտրոնային հասցեով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուր է եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Բայց նայրը համաձայնվեք, որ փաստորեն Գվորտնիի գիրքը գնել են միայն կանայք։ Միլիոներ տիրոջ հետ ծանոթանալու ցանկություն երևի թե տղամարդկանց մոտ չառաջանար, հուսով է։ Հուսով է։ Ձեր դեմ խաղում է Ամալիա Սարգսյանը, տեխնոլոգ Երևանից։ 1804 թվականին իտալացի կոմպոզիտոր Ֆերդինանդո Պաերը գրեց Լեոնորա օպերան, որն այնքան էլ դուր չեկավ հանդիսատեսին։ Մի անգամ օպերան ունկնդրելու ժամանեց անձամբ Լուդվիգ վան Բեթհովենը։ Ներկայացման ավարտից հետո Բեթհովենը հեգնանքով դիմեց օպերայի հեղինակին. Ես այնքան հավանեցի ձեր օպերան, որ հավանաբար ուշադրություն հարցը. Ինչ խոստացավ անել Բեթհովենը։ Ժամանակ։ Էլ չեմ գա, քնելու ժամանակ արդեն լավ չէ։ Ինքը այն ժամանակ արդեն խուլ է։ Լրիվ խլացա։ Ոչ մեկ չիսիր է կաղասալը դատարկայը։ Սա կլինի ձեր վերջին օպերան, որ ես լսել եմ։ Չէ, նույնիսկ կլսեմ այն։ Կարող է ասել, որ հավանաբար կփորձեմ շտկել ու Հավանաբար ձեզ որպես ուսանող կընդունեմ ինձ մոտ կաղան, Հավանաբար ձեզ սովորես Ուսանողը ինքը պրոստը չի լսել, ասել է Դուք ինձանից վատ եք լսում։ Հավանաբար ինչ կանել։ Հավանաբար նորից լսելու
Բայց լավ վերջացնա, հավանաբար դուք իզնից վատ եք լսում։ Բայց խոստացավ ինչ անել։ Խոստացավ։ Հաջորդ անգամ Լսել։ վերցնել իրար այն վաղ կար լսելու սարքել։ Ну ինչ որ հավերցել լսել։ Բայց ինչ տեսել եմ իր ամուզեի։ Ժամանակ, Տիկին Ալանակյան, Նաիրա Կարապետյանը կպատասխանի։ լսում ենք ձեզ Նաիրա։ Քանի որ գիտենք, որ Բեթհովենը ուներ լսողության խնդիր եւ հավանաբար Լեոնորա օպերա լսելուց այդքան էլ լավ չի լսել կամ ընդհանրապես չի լսել, նա խոստացավ, որ այնքան է հավանել օպերան, որ հավանաբար մի օր կլսեմ այն։ Իսկ հեգնանքը այդտեղ որտեղ Հեգնանքը էր։ այն էր, որ չի լսել, կդնի լսողական ապարատը եւ կփորձի լսել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նաիրա, դուք ուշադրություն դարձրիք, որ օպերան այնքան էլ դուր չէր եկել հանդիսատեսին։ Այո։ Բեթհովենը նույնպես բացառություն չէր։ Ունկնդրելով այն, նա ասաց պայերին. Ես այնքան հավանեցի ձեր օպերան, որ հավանաբար դրա համար երաժշտություն կգրեմ։ Որոշ ժամանակ անց Լեոնորայի սյուժեն հիմք հանդիսացավ Բեթհովենի միակ օպերայի Ֆիդելիոյի ստեղծման համար 2-1 հոգուտ հեռուստադիտողների Ամալիասարքիսյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ ստանում 80,000 դրամ պարգևավճար Ռոսգոստրախ Արմենիա ընկերության կողմից։ Ես spēc reakցիա չեմ լսել։ Չէ, տարբերակը միգուցե եւ չեք լսել, բայց քանի որ կար որ այնտեղ եւ հանդիսատեսին դուր չէր եկել եւ ինքն էր հեգնանքով ասել հետո եթե չեմ շփոթում նայ라 ձեր իսկ տարբերակն է կուղեմ կշտկեմ դա արդեն փաստացի տրամաբանությունը կհամարվեր վերցված հարցի տրամաբանությունը Կանանց տրամադրությունը շատ ժամանակ փոխվում է։ Հարցի սկզբումի տրամադրություն էր պատասխանելուց այլ տրամադրություն էր։ Կարևորը տրամաբանությունը չփոխվի, տրամադրությունը ոչինչ, տրամադրությունը մենք ոնց ուզում ա լինի տղամարդիկ կուղեմ։ Չորրորդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի գլխավոր մրցանակը՝ Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Ռոսգոստրախ Արմենիա ընկերության կողմից սահմանված դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Սյուզան Թորոսյանը, մանկավարժ Երևանից։ Ֆեմինան ֆրանսիական գրական մրցանակ է, որը հիմնադրվել է 1904 թվականին, Գոնկուրյան մրցանակի ստեղծումից 1 տարի անց։ Տարբեր տարիների Ֆեմինա մրցանակին արժանացել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ռոմեն Ռոլանը, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, Աննա Էբերը և ուրիշներ։ Ուշադրություն հարցը։ Ինչով հիմնադիրների մտահղացմամբ պետք է տարբերվեր Ֆեմինա մրցանակը Գոնկուրյանից։ Ժամանակ։ Բայց արդեն մենակ Բայց Էքսյուպերին տեսպանունի Ինչպես են հեղինակներ, ովքեր կանանց որտեղ ուժեղ կին կա ինչ-որ, բայց Էքսյուպերի մոտ տեսպան կա, որտեղ Էքսյուպերի մոտ կարող է սենց էր մտահղացումը, բայց Ռոմեն Ռոլանը ինչ հայտնի է, իսկ Ռոմեն Ռոլանը ինչ հայտնի է, ինչ կա իրանց, ուրիշ լեզվով են գրել, ուրիշ լեզվով, բայց Ֆեմինան գովերգել են կամ որպես ուժեղ գլխավոր կամ գլխավոր հերոսը վերջին Մենք չգիտենք բայց նախորդը ինչ է։ У нас помощь клуба есть, если что. կանանց կտրված Ես հələ շփոթում եմ հələ իսկ չվարտասեք գլխավոր հերոսը Սոտկի Ժամանակ, լսում ենք, ով է պատասխանում, Մենք ես կպատասխանեմ հարցին, կարծում եմ
մենք այսպիսի վերսիա ունենք, որ դա այն մրցանակներից էր, որտեղ գլխավոր որտեղ որ ոչ միայն հեղինակներն են, ինչպես Աննա Էվրի դեպքում, այլ որտեղ որ հերոսուիները կանայք հերոսուիներ են, խոսքը գնում էր կանանց գովերգելու մասին, որտեղ որ կանայք հանդիսանում են գլխավոր հերոսուիներ, որը որ այդ տարիներին միշտ չէր, որ դրանք գլխավոր հերոսուիներ էին։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տիկին Ալանակյան, ինչ եք կարծում, ինչ է նշանակում ֆեմինա։ Ֆեմինա նշանակում է կին արարը։ Ֆեմինա մրցանակը հիմնադրվել է Գոնկուրյան մրցանակի ստեղծումից 1 տարի անց։ Հիմնադիր կանանց մտահղացմամբ Ֆեմինան պետք է այլընտրանք հանդիսանար Գոնկուրյան մրցանակին, որի ժյուրիի կազմում այն ժամանակ միայն տղամարդիկ էին, իդեպ Ֆեմինա մրցանակի ժյուրիի կազմում մինչ օրս ընդգրկվում են բացառապես կանայք։ 3-1 հոգուտ հեռուստադիտողների Սյուզան Թորոսյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին և ստանում պարգևավճար 90,000 դրամ պարգևավճար Ռոստոստրախ Արմենիա ընկերության կողմից 5-րդ խաղափուլ։ Նորա ինձ թվում էր, որ մկների ժողովն ու Ֆեմինան պետք է որ դուք պատասխանեիք, թիմը պատասխաներ, չհասկացա ինչու այն դեպքում էլ այն դեպքում են, ու երևի Ֆեմինան իհարկե մի փոքր խառնեց, որովհետև այդ պատասխանն էր տրամաբանական, այն ինչ որ դուք ասեցիք։ Մկների ժողովը աններելի է։ Մկների ժողովը աններելի է։ Ձեր դեմ խաղում է Վազգեն Հարությունյանը, քաղաքագետ Երևանից։ Իր վերջին հարցազրույցներից մեկում իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին խոստովանեց. Աստղս մարում է, աշխատում եմ, ջանքեր գործադրում, բայց գիտեմ, որ ամենը զավեշտ է։ Սպասում եմ ողբերգության ավարտին, և ես այլևս դերասաններից մեկը չեմ, այլ ուշադրություն հարցը, ավարտեք Մուսոլինիի միտքը, ժամանակ, հանդիսատես, սուֆլոր, ռեժիսոր, Ոսկի հանդերձատը մի Սցենարիստ, աստղը մարում է, աստղը մարում է, ինչ կարող է լուսանջատողներ դուրը փակողը, դուրը փակողը, դուր փակողը, Իսկ կան հանդիսատեսն է, կամ դուր փակողն է։ Տիպը սպասում եմ ավարտի։ մահացողը ինչ Իսկ կաղա դեկորացիա է։ իսկ ինչ կարող է թատրոնի տերն է ինքը, թատրոնի տերն Իր աստղը եթե մարում ես, значит այլևս դերասան չի, բայց այն ինչն է։ Դեկորացիայի մի մաս է դառնում։ Մուսոլինին ինչ կասես։ Մարիանյանքը тоже может быть։ Մարիանյանը զավեշտ է, սպասում են ողբերգության։ Դեկորացիաները հավաքողը չի։ ժամանակ, Կան ինչ որ խելքի մոտիկ բաներ։ ով է պատասխանում, Ես կխնդրեմ դուք հարցը, եթե հարցը մի անգամ եւս կարդաք։ իհարկե, աստղս մարում է, աշխատում եմ, ջանքեր գործադրում, բայց գիտեմ, որ ամենը զավեշտ է, սպասում եմ ողբերգության ավարտին, և ես այլևս դերասաններից մեկը չեմ, այլ Ես երևի այլևս հանդիսատես եմ։ ուշադրություն ճիշտ պատասխանը, աստղս մարում է, աշխատում եմ, ջանքեր գործադրում, բայց գիտեմ, որ ամենը զավեշտ է, խոստովանում էր Մուսոլինին, սպասում եմ ողբերգության ավարտին, և ես այլևս դերասաններից մեկը չեմ, այլ վերջին հանդիսատեսը։ 3-2 Փոցն իրենը ասեց Տիկին Ալանակյան, Փոցն իրենը ասում է փորձառու
մեր գիտակ Նորա Ալանակյանը ընտրեց, հավաքեց ամբողջ տարբերակները եւ ինքը պատասխանեց այն, ինչը իրականում ճիշտ պատասխանն էր։ 3-2 եւ մենք սկսում ենք 6-րդ խաղափուլը։ Հարգելի հեռուստադիտողներ, ուշադրություն, հաղթող հեռուստադիտողները իրենց բոլոր մրցանակները կարող են ստանալ միայն ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղի հեռարձակումից հետո։ Ձեր դեմ խաղում է Սոնա Բախշյանը, միջազգայնագետ Գորիսից։ Ուշադրություն էկրանին։ Յուրաքանչյուր ազգ իր կորուստներին յուրահատուկ ձևով է վերաբերվում։ Վերցնենք, ասենք, մազերի կորուստը։ Ճաղատ անգլիացին կեղծամ է դնում։ Ճաղատ հրյան վաճառում է իր սաները։ Ուշադրություն հարցը, վաճառում է իր սաները ճաղատ հրյան։ Ուշադրություն հարցը, իսկ ինչ է անում ճաղատ հայը դերասան Վարդան Պետրոսյանի կարծիքով։ Կորուստի մասին է ասում, հատիպը հեգնական է ասում։ Հավաքում պահում Բեղադրում աշխարհության։ Դե շատ Կորուստներին վերաբերվում։ կորուստներին որպես ինչ։ Հա ինչ անում քաչալ Գլուխը սկսում է գովալ քաչալ։ Կամ դա կատակով երկարացնում սանում կամ ասում է մապարտանում։ Աղա դիմար մասերը խելացի գցեցել։ Եվրոմիություն բողոքելու կամ ինչ-որ բան, հա։ Ասա ոսկու հանքի բան։ Գիտես ինչ է։ Գուցե ցեղասպանության հետ սաղին պրիզնայցի որ սաղի Ժամանակ, ով է պատասխանում։ Մենք երևի դիմենք, փորձենք դիմել։ Բայց վստահ եք։ Չէ, վստահ չենք իհարկե։ Վստահ չենք, լավ հարցին կփորձի պատասխանել Նայրան։ Լսում ենք Նայրը։ Համենայն դեպս սիրավարկածը ուրախ է։ Մենք տարբեր վարկածներ ունենք, ինչպես նկատեցիք, եւ հաշվի առնելով, որ Վարդան Պետրոսյանը հումորիստ է եւ պատասխանը ակնկալում ենք հումորի ժանրից, ճաղատ հայը երկարացնում է մազերը կողքից մեջքից ինչ-որ տեղից եւ սանրում փակում է ճաղատը։ Տարբերակ է, ըստ Վարդան Պետրոսյանի, Նայրա, իսկ հարցը պատասխանն ընդունված է, իսկ ձեր կարծիքով ամենաշատը հայը ինչից է բողոքում։ Իշխանություններից, կյանքից, սոցիալական անարդարությունից, Իսկ իր ինչից է բողոքում։ բախտից։ Ուշադրություն էկրանին։ Յուրաքանչյուր ազգ իր կորուստներին յուրահատուկ ձևով է վերաբերվում։ Վերցնենք, ասենք, մազերի կորուստը։ Ճաղատ անգլիացին կեղծամ է դնում։ Ճաղատ հրյան վաճառում է իր սաները։ Ճաղատ հայը երազում է բախտ բացել։ Ճաղատ հայը երազում է իր մազերի բախտը բացել։ Բարդ հարցեր, պարզապես այն հումորային էր։ Բրավո! 4-2, Սոնա Բախշյանը բերում է 4 միավորը իր թիմին, ստանում 100,000 դրամ պարգևավճար։
փաստացի այս հարցը շատ կամ պետք է տեսած լինեիք կամ բայց ընդհանուր առմամբ հարցերը բարդ չեն։ Ռիփսիմե ջան, մի բողոքեք։ Մենք ուրախ ենք պատասխանել։ Եթե Վարդանի ներկայացումը նայած լինեին, կարող է ասել, իսկ մտածելու վրա ինքը ոչ մի բան չի։ 7-րդ խաղափուլ։ Ես ենթադրեցի, դրա համար փորձեցի ձեզ նորա հետ պայել, զերծ պայել, այդ մտքից վերցնել դալիճի օգնությունը։ Уж лучше блиц։ Միանգամից փորձենք դասեմ, уж лучше блиц։ Բայց ինչու՞, Տիկին Կարապետյան, ինչու եք ուզում միանգամից ավարտել։ Միանգամից չենք ուզում ավարտենք, մենք բարդություններ ուզում ենք հաղթահարենք, որպեսզի հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Լևոն Սահակյանը, փաստաբան Երևանից։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 44-րդ հոդվածի համաձայն բոլոր զինծառայողները պարտավոր են հանդիպման կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար, խստիվ պահպանելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային ծառայության կանոնադրությամբ սահմանված կանոնները։ 44-րդ հոդվածում ասվում է, որ ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները պետք է ողջունեն առաջինը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ով համաձայն նույն հոդվածի պետք է ողջունի առաջինը հավասար դիրքում գտնվողներից։ Ժամանակ։ Կինը Ով ավելի երկարացան։ Ով որ ասել է հավասար դիրքով կանոնել, ով որ կանգնացրել է իրանց հավասար դիրքում։ Այդ ասում է, չէ՞, տարիքով փոքր է, բոյով։ Մեկը 20 տարեկանը, մյուսը 21 կարևոր։ Կա թե կարևոր Ողջունելու բարևելու մասով ազատամեսը չես կարող։ Ազատ է, տարբերություն չկա։ Ով քիչ է ծառայել։ Հա, ծառայության տարիները իրար տեսել են, ո՞նց են։ Բարևություն իրար տեսել են, ո՞նց են։ Եկեք արտոնցնա։ Բիրոն։ Կանա բոլոր ծառայած են։ Իմ մոտ մի հատ ուրախ վերսիա էր, որ եթե հավասար են մեկը կինը։ Իմ մոտ էլ է ուրախ, աչից հարված է։ Աչից հարված է։ Որոշեք ով է ձեզնից կինը։ Տիկին Ալանեկյան, լսում եմ ձեզ։ Մենք ուզում ենք վերցնել դալիճի օգնության հնարավորությունից օգտվել։ Մանավանդ որ այստեղ շատ տղամարդիկ կան, ինձ թվում է իրանք մեզ կօգնեն այդպիսի հարցերում։ Դուք ուզում եք օգտվել դալիճի օգնությունից։ Այո։ Պետք է կարդալ հարցը, թե բոլորը պատրաստ են պատասխանել։ ուրեմն դուք ունեք 20 վայրկյան դալիճի օգնության համար։ Okay, բոլորը գիտեն։ 100%։ Տենց հակն։ Միաժամանակ են ասում։ Այո, հասկացա։ Ժամանակ, ով է պատասխանում։ Ես բոլորը կարծես թե ամբողջ դալիճը միակարծիք է, որ առաջինը պետք է ողջունի ավելի բարեկիրթը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տիկին Ալանեկյան, ես այս հարցը դրել էի միայն նրա համար, որ այն հնչի եթերից և փորձեն այս գրքում կանոնակարգը գոնե ինչ-որ ձև փոխել, որովհետև ինչ է նշանակում, պետք է ողջունի առավել քաղաքակիրթը։ 3-4 Լևոն Սահակյանը ստանում է 110,000 դրամ պարգևավճար, քանի որ թիմը պատասխանեց հարցին դալիճի օգնությամբ։
Մեր պաշտպանության նախարարը հաստատ նայում է այս բանը։ Շեֆ գոհական ֆորմուլировка Այո, Տիկին Կարապետյան, ես էլ հենց այդ հույսով եմ դրել, որ պաշտպանության նախարարը նայում է այս խաղը եւ այս հատվածը երևի թե փոխեն։ Բայց մեր միավորի հաշվին էիք, չէ՞, դուք ես հարցն չես դու։ Չէ, տեսեք ոնց է, ամեն դեպքում դուք միավորը շահեցիք Տիկին Կարապետյան, այնպես որ հնչում էր, դա սա կարող էր յուրաքանչյուր թիմի մոտ դրվել, առաջինը դուք էիք խաղում, ես քանի որ տեսա ու չէի հավատում իմ աչքերին, որ սա հնարավոր է, որ այսպիսի բան գրված լինի։ Հետո երբ ինձ ցույց տվեցին, որ դա գրված է, ես ուզեցա անպայման հնչեցնեմ։ Մեզ մնում է խաղաղություն մաղթել, չէ՞ մեր բանակից։ Դա արդեն անկախ ամեն ինչից խաղաղություն եւ մեր ազգին, մեր բանակին։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան մաղթանքի համար։ 8-րդ խաղափուլ։ Եվ հետո որ խաղին դնեմ այդ հացը, քաղաքակրթության մասին, կուլտուրայի մասին հացը, եթե ոչ կանանց խաղին։ Իմ սիրելի կանայք աղջիկներ, դե հիմա որ ամեն ինչը մեկա ձեր հաշվին առնում ես կյանքում, թողեք դա էլ ես անեմ ձեր հաշվին։ Ձեր դեմ խաղում է Տատյանա Զդոբնովան, լրագրող քաղաք Տոլիատի, Ռուսաստան։ Տիկին Ալանակյան, Այո, պարոն հաղորդավար։ դուք սիրում եք արևելյան առակներ։ Այդքան էլ չէ։ Իսկ Օմար Խայամի ստեղծագործություններին ծանոթ եք։ Քիչ թե շատ։ Ուշադրություն, հարցը։ Հիշեք արևելյան առակը, որը հաճախ վերագրվում է պարսիկ բանաստեղծ Օմար Խայամին, եւ անվանեք այն քիմիական տարրը, որն ուժեղ ազդում է տեսողության վրա, սահմանափակելով վերջինիս ընդգրկումը։ Ժամանակ։ Ալկոհոլը, որ քիմիական տարր։ Ինչու ոչ արծաթը, որ նա սահմանափակում է։ Դե շարակավորը դասնա վերագրվում Խայամի։ Վերագրվում է։ Ես ոսկյակաշար ժլադությունից եմ։ Ժլադությունից։ Կասահով որ կաշարք է տալի չորաշ։ Կաշարքի դելը հայտի աչքերը փակում է։ Ապակին համալհամայով, թե արծաթի ապակին։ Ապակին քիմիական տարր չէ, արծաթ, ոսկի, քիմիական տարր, Արգենտումն այն է։ հասկացաք, էլ քիմիական տարր ասենք։ Թթվածին, ջուր, ջրի հետ կապված ինչ-որ։ ջուր, դա թթվածին չի, հաշերկու օն ինքը քիմիական տարր չի, որպես այդպես։ Ժամանակ, Նորա Տիկին Ալանակյան, ով է պատասխանում։ Շողիկը կփորձի պատասխանել։ Լսում ենք ձեզ։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ դա այն հայտնի առակն է, երբ որ ապակուց հերոսներից մեկը չի տեսնում, տեսնում է, իսկ երբ որ այն փակում են արծաթով, դա դառնում է հայլի, սկսում է միայն իրեն տեսնել, կարծում ենք, որ այդ տարրը արծաթն է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ 4-4։ Գողիկ Վարդանյանն ու Նայրա Կարապետյանը 1 րոպե պատմեցին եւ առակը եւ ինչ էին տեսնում, արծաթով ապակին պատելուց հետո ում էին արդեն միայն տեսնում։ Եվ հետո հայլին սիրում են, չէ՞, ամեն դեպքում կանայք հայլին սիրում են։ Տղամարդիկ էլ են սիրում։ Տղամարդիկ ինձ թվում է միայն սիրում են ավտոմեքենայի մեջի հայլին, այն էլ կողքերինը։ Այդ մեկը չեն սիրում։ Այդ կանայք չեն սիրում։ Այդ մեկը կանայք չեն սիրում, ոչ աչ են նայում, ոչ ձախ են նայում, ոնց ասես քշում են։ Շատ երկար կվիճեմ ձեր հետ այդ մասին, շատ երկար։ Ոնց ասեք,
Ոնց ասեք Տիկին Կարապետյան։ 9-րդ խաղափուլ։ Ուշադրություն, Մարմարե Ածվի մրցանակակրին Վիվարո ընկերությունը կնվիրի հատուկ պատվիրված ժամացույց։ Ես մոտիկան Այս մեկը Սվետլանա։ Ձեր դեմ խաղում է Սվետլանա Համբարձումյանը, տնտեսագետ Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Այս քանդակը տեղադրվել է 1987 թվականին Բերլինի կենտրոնում, քաղաքի հիմնադրման 750-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուշադրություն հարցը։ Ինչ էր խորհրդանշում այս քանդակը։ Ժամանակ։ Սեբեր են բաց։ Ազատություն։ Գործը վինա տեղադրվել։ 87 Պատից առաջ է։ Հույս են ունեցել, որ պատը քանդվի։ Այս բայց Հա, նման չէ, հաստատ չի Ազատություն, հա, երեխեք թիվը ո՞ր թվին։ 87 Ու 750 տարի հիմնման, հա, քաղաքի։ 750 տարի առաջին ասենք մինուս 700 750 ոնցոր, դա թոյակայություն է։ Այդ տարի ազատագրվել է Սիբումից ազատագրվել։ Հա, ինչ որ ազատություն է, բայց ինչ ազատություն։ Ինչ ազատություն։ Ռաբսը բասնոյ պրահա 1200 թվերին ինչ է, 1200 միջնադարի ինչ Միջնադարի հետ են կապում։ Միջնադարի երևի ապագայի։ Սետքի 1100-ականներն դա եկեղեցուց են ազատագրվել ինչ-որ։ ասա ինչ է խորհրդանշում։ Ժամանակ։ Ով է պատասխանում Տիկին Ալանակյան։ Ես կպատասխանեմ երևի թե մեզ թվում է, որ այդ տարիներին, այսպես ասած, փչեց արդեն ազատության ոգին, ազատության շունչը, Գերմանիայի արդեն վերամիավորումը արդեն ոնց որ կարծես թե ակնկալվում էր, թե արդեն տեղի ունեցել, չեմ հիշում, կարծես թե դա 88-ին եղավ։ Բայց ոնց որ նշանակում էր գալիս էր ազատությունը եւ ակնկալվող վերամիավորումը։ Վերամիավորումը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հինգ 4 Հոգուտ գիտակների Այդ բառն էր ուզում են վերամիավորվել։ Տիկնայք և պարոնայք։ Իսկ հիմա դեգուստացիոն դաթար։ Համտեսեք մադաթև բարձրակարգ կոնյակը, հարգելի տիկնայք։ Իսկ մեր խաղին ներկա է Ստեփանակերտի կոնյակի գործարանի մարքեթինգի գծով տնօրեն Մեհեր Գասպարյանը։ Բարի երեկո, պարոն Գասպարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Գասպարյան, մենք շատ ենք խոսում կոնյակի մասին։ Ես գիտեմ, որ կոնյակի հնեցման համար մեծ նշանակություն ունեն տակառների որակական հատկանիշները։ Իսկ ինչպիսի տակառներում են պահվում մադաթև կոնյակը։ Պարոն հաղորդավար, շատ ճիշտ նշեցիք, մեծ նշանակություն ունի կոնյակի հնեցման համար եւ մադաթև կոնյակները հնեցվում են Ղարաբաղի կարմիր կաղնուց պատրաստված տակառներում, որն էլ մեծ նշանակություն ունի եւ հնեցումը գնում է ավելի որակական մեծ հատկանիշներով։ Շատ շնորհակալություն տեղեկատվության համար, պարոն Գասպարյան, ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունը, հովանավորներ Յուքոմ ընկերություն, Մադաթև կոնյակ, Վիվարո ընկերություն, հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Այո քարտը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Այո քարտ նախագծի գլխավոր տնօրեն Մարինա Դալլակյանը։ Բարի երեկո, Մարինա։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Մարինա, ինչով է Այո քարտը հետաքրքիր մարդկանց։
նախ թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել իմ սեռի ներկայացուցիչների այս գեղեցիկ տոնը եւ մաղթել առողջություն եւ գեղեցիկ օրեր 365 օր շարունակ։ Ինչ վերաբերվում է քարտի առավելություններին եւ ինչով է հետաքրքիր, կոչ եմ անում մեր տղամարդկանց հիմա շատ ակտիվ մասնակցել ծրագրին, որովհետեւ հայտարարված է շատ հետաքրքիր ակցիա։ Ակցիայի շրջանակներում կարելի է գնել տարբեր բաներ գնել, կատարել ծախսերը մեր քարտով, ակցիայի ավարտին ստանալ նվերներ իրենց կանանց համար։ Բացի դրանից, եթե կա գումարի անհրաժեշտություն, ձևակերպել նաեւ վարկային գիծ։ Ակցիայի բոլոր մանրամասները, վարկային գծի պայմանները, քարտի ձեռքբերման պայմանները սահմանված են մեր կայքում ayukart.am։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա են նաեւ Vivaro ընկերության մարքեթինգի գծով տնօրեն պարոն Արմեն Սուքիասյանը եւ Vibet կայքի ղեկավար պարոն Արթուր Միխալյովը։ Բարի երեկո պարոնայք։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Պարոն Սուքիասյան, վերջերս համացանցում թիվ 1 քննարկվող թեման էր հայերի հաղթանակները Լոնդոնում։ Դուք նույնպես եղել եք այդ ամենի ականատեսը, գիտկիցվեք տպավորություններով։ Պարոն հաղորդավար, բացի նրանից, որ Vivaro ընկերությունն է շատ բարձր մակարդակով ներկայանում Մեծ Բրիտանիայում, քանի որ արդեն կար լիցենզիա աշխատելու նաև այնտեղ, վստահ կարող եմ ասել, Vivaro ընկերությունը հանդիսանում է հայկական եզակի ընկերություններից, ով իր հետքն է թողել միջազգային շուկայում։ Նաև Petconstruct ընկերություններ ներկայացված այնտեղ երկու շատ խոշոր միջոցառումների, այս Totally Gaming Expo-ն, որը համարվում է թերևս աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը, ինչպես նաև International Gaming Awards-ը, որտեղ Petconstruct ընկերությունը ճանաչվեց տարվա լավագույն on-line խաղային մատակարար։ Իդեպ Petconstruct ընկերությունը Հայաստանում էքսկլյուզիվ մատակարարում է միայն Vivaro ընկերությանը։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Նախորդ խաղափուլի ավարտից հետո Տիկին Կարապետյանն ասեց, որ այդ բառն էր ուզում, վերամիավորում։ Իրականում վերամիավորման խորհուրդը վերաբերվում էր Տիկին Կարապետյան, ինչպես գիտեք, եւ Գերմանիային, եւ հենց Բերլինին։ Այսինքն Բերլինի պատը քանդվեց, վերամիավորվեց Բերլինը եւ երկու արևմտյան արևելյան Գերմանիաները վերամիավորվեցին բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Այսօր ձեր դեմ խաղում է Սվետլանա Արությունովան, մանկավարժ Երևանից։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ուշադրություն, էկրանին։ 2009 թվականին գովազդային մի գործակալության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զբոսայգիներում եւ խոշոր առևտրային շրջաններում ի հայտ եկան այսպիսի արտասովոր կառույցներ։ Սվետլանան հարցնում է. ինչ հաստատության պատվերով է ստեղծվել այս արտաքին գովազդը ժամանակ։ Առողջություն, վեգետարիանական սնունդ, Greenpeace-ը, այսպես կոնկրետ առողջություն, Ժամանակ Տիկին Ալանակյանով է պատասխանում։ Տաթևիկը։ Լսում ենք Տաթևիկ։ Մենք ենթադրում ենք, որ բուսակերների միավորում կամ նման առողջ սննդի կողմնակիցների միավորման կողմից էր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Դուք տեսնում եք մի հսկայական պատարագաղ, որն ամրացված է ծառի բնին։ Այդ արտաքին գովազդի պատվիրատուն ռեստորան է, որը նախատեսված է բուսակերների համար։ Շարունակում ենք բլիցը։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ուշադրություն, էկրանին։ Սվետլանա Արությունովան խնդրում է ձեզ պատասխանել։ Ինչի դեմ է առաջարկում պայքարել բելգիական ասոցիացիաներից մեկը այս պաստառի օգնությամբ։ Ժամանակ Գիրք հա կախած, լուցկի է, թե գիրք հա։ Երեխեներ քիչ կոստա։ Երեխեքի գիրացման դեմ։ Էլեկտրոննի գրքերի դեմ։ Կոստա երեխան, բայց
Կամ է սպորտով զբաղվել։ Ինքը պիտի գնա հասնի գիրքը Ժամանակ, ով է պատասխանում։ Սա բլից է։ Կպատասխանի Ռիփսիմեն։ Ռիփսիմե, լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ այստեղ քարոզվում է, պրոպագանդվում է, սպորտով զբաղվել է։ Այս դեպքում նաև նկարում պարզ երևում է, որ երեխան գեր է։ Այսինքն ինչի դեմ են պայքարում։ Գիրացման։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին ծառի վրա աջ կողմում կախված է վիդեո խաղի սարք, որպեսզի վերցնի այդ սարքը գեր տղան ծառ է բարձրանում։ Այս պաստառի օգնությամբ բելգիական ասոցիացիաներից մեկը պայքարում է գիրացման կամ ավելնորդ քաշի դեմ։ Շարունակում ենք բլիցը։ Վճռորոշ երրորդ հարցը։ Ուշադրություն էկրանին։ Սվետլանան հետաքրքրվում է, ինչ ծառայություն է առաջարկում մի ընկերություն այս պաստառների օգնությամբ։ Ժամանակ։ Վերապատվեցավորում են ինչ-որ։ Նամակ են բացում։ Ընտանիքներն են, ընտանիքները մյուսը բացում է մի հիշեք իրար միմյանց։ Հա, վերամշակում այն։ Աղբի Ժամանակ։ Աղբի վերամշակում։ Ով է պատասխանում։ Երևի թե աղբի կրկնակի օգտագործման ռիսայքլինգի մասին է խոսքը։ Աղբի վերարտադրության, այո, որպես երկրորդական վերամշակման։ Իսկ դուք ինչ եք տեսնում այդտեղ, Ժողովուրդ։ Ինձ թվում է, որ նորից են օգտագործում նույն այդ սկոչը։ Ուշադրություն էկրանին։ Մի ձեռքը փակում է ծրարը, իսկ մյուսն արդեն փորձում է այն բացել։ Այս պաստառների օգնությամբ մի ընկերություն առաջարկում է փոստի արագ տեղափոխում, դեռ չուղարկած այն հասնում է տեղ։ 5-5 ես անընդհատ լսում էի, մեկը փակում է, մեկը բացում է, այսպիսի տարբերակ էր առաջարկվում։ 5-5 Սվետլանա Արությունովան բերում է 5-րդ միավորի իր թիմին և վաստակում 110,000 դրամ պարգևավճար Ռոստոստրախ Արմենիա ընկերության կողմից։ Եվ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Հաբե դրանք ինչ-որ առողջության մասին բաներ են, մեկ և դրուկ ոչ։ Ձեր դեմ խաղում է Նարինե Եղիազարյանը, մանկավարժ Գյումրիից։ 1951 թվականի նոյեմբերին գործարար Հյու Բիվերը ընկերների հետ ճեղագրավ դա ռժանկաթռչունն է, ճեղագրավ էր որսում Իռլանդիայի հարավ արևելքում։ Դժբախտաբար ընկերների որսն արդյունավետ չէր։ Երեկոյան մի գավաթ գարեջրի շուրջ Բիվերը և ընկերները սկսեցին մտորել անհաջողության պատճառների մասին և վեճի բռնվեցին, թե արդյոք ճեղագրավը Եվրոպայի ամենաարագ վայրի թռչունն է։ Կուլիսների ետևում գտնվում է այն, ինչն ի հայտ եկավ շնորհիվ այդ վեճի։ Ուշադրություն հարցը։ Ինչ է կուլիսների ետևում։ Ժամանակ։ Զարգինի սմանի обсуждали ամենաարագը։ Հասկացա, իրանք 1951 թվականին արդեն Գինես, կարծում եք որսի գնացել են Գինեսի գրքով։ Գինես, обсуждали, кто
Օրենսդրի ու ի հայ 1901 թե 1951 Գինեսի գիրքը շատ ավելի շուտ էր։ Իսկ եթե թռչունների արագություն չափով ինչ-որ բան, թռչունի արագություն նորլեսի ինքը ընդգծեց գարեջուր բառը, որը ամենաարագականը Գինեսն է։ Հասկացա, բայց էլի ուրիշ բան ասեք։ Հաստատ Գինեսի Twitter-ը, բայց դա Գինեսը շուտ է եղել։ Twitter-ը չէր կարաբերել։ Ինչ-որ թռչուն, որ արագություն։ Այն մուլտիկի մեջ ինչ թռչուն է, որ վազում է, ինչ-որ խաղ, չգիտեմ, կարտոչների գրակակային եւ ինչ։ Ժամանակ Տիկին Ալանակյան։ Տաթևիկ ասա։ Լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ գուլիսների ետևում Գինեսի ռեկորդների գիրքն է։ Ինչու եք այդպես կարծում։ Ինչու եք լռություն դա ալիճում թույլ կտակ զրուցեմ ես գիտակների հետ։ Բան հաղորդավար, մենք կարծում ենք, որ Գինեսի գավաթների շուրջ նրանք քննարկում էին ամենաարագ թռչունին եւ եկան այն մտքին, որ կարելի է, քանի որ նրանք չգիտեին, վիճում էին, որ կարելի է ցուցակ կազմել ամենաարագ, չգիտեմ, տարբեր ամենաների, այո, ցուցակ կազմել եւ Գինեսն էլ երևի տեսան, անունն էլ այդպես որոշեցին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ընկերները սկսեցին վիճել, թե արդյոք ճեղագրավը Եվրոպայի ամենաարագ վայրի թռչունն է։ Դժբախտաբար նրանք չգտան որևէ տեղեկագիրք, որը կբավարարեր նրանց հետաքրքրությունը։ Իսկ ինչու չստեղծել նման տեղեկագիրք, մտածեցին նրանք։ Այդպես ի հայտ եկավ Գինեսի ռեկորդների գիրքը։ Տիկին Ալանակյան, Գինեսի ռեկորդների գիրքը 50-ական թվականներին է ստեղծվել։ Իսկ Բիվերը Գինես գարեջրագործական ընկերության սեփականատերն էր, դրա համար է կոչվում Գինեսի ռեկորդների գիրք։ 6 գիտակների հաղթանակ եւ ես նշում եմ հաղթողների անունները. Ռիփսիմե Արաքելյան, Տաթևիկ Քամալյան, Աստղիկ Պետրոսյան, Շովիկ Վարդանյան, Նաիրա Կարապետյան եւ թիմի ավագ Նորա Ալանակյան։ Պարոն Տիգրան Սաֆարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ես հասկանում եմ, տոն է, բոլորը նստած են կանայք, աղջիկներ, բայց այնուամենայնիվ մենք պետք է ընտրենք լավագույն, իսկ ավելի ճիշտ դուք պետք է ընտրեք լավագույն գիտակին։ Այո, դուք իրավացեք, առաջերտին թույլ տա յուքում ընկերությանը շնորհավորել բոլորի մարտիրոթի կապակցությամբ եւ կանանցների կապակցությամբ։ Խաղը ինչպես եւ հարիրը կանանց ստացեց մի փոքր հախուռն։ Ես ուզում եմ ասել, որ շատ դժվար է կանանց մեջ լավագույն ընտրել, դրա համար յուքում ընկերությունը ցանկացած դեպքում ֆորփլեյ փաթեթը 4 ամսվա անվճար կտրամադրի բոլոր խաղացողներին այս սեղանի շուրջ նստած, բայց մի փոքր ավելի կարևոր դերակատարում ունեցավ կապիտանը այս խաղում իհարկե, դա Տիկին Ալանակյանն է։ Նորա Ալանակյանը ճանաչվում է խաղի լավագույն գիտակ եւ ստանում Վիլյամ Սարոյանին նվիրված ժողովածուն Արտավազդ Եղոյանի մակագրությամբ։ Յուքում ընկերության 4-1 փաթեթի 4-ամսյա բաժանորդագրություն, իդեպ 4-ամսյա բաժանորդագրություն ստանում են բոլոր մեր մասնակիցները, 50,000 դրամի խաղային հաշվին վիվարո ընկերության կողմից եւ 10 տարեկան մադաթ կոնյակ եւ 50,000 դրամ այո քարտ վիզա կլասիկ քարտի վրա այո ծրագրի կողմից։ Իսկ յուքում ընկերությունը կանանց միամսյակի կապակցությամբ ձեզ է նվիրում այս հիասքանչ ծաղկեփնջերը։ Մեր հարգելի տիկնայք եւ աղջիկներ։ Պարոն Վահագն Աղավելյան։ Այո, պարոն Աղավելյան։ Պարոն Աղավելյան, հիշեցնեմ հարցերը Բեթհովենի մասին, հարցն էր մկների ժողովի մասին, բայց մկների ժողովը Ռոզգոստանն էր, այն չի կարող ճանաչվել լավագույն, Ֆեմինա մրցանակի մասին, Շաղաթայի մասին եւ փոստի առաքման մասին։ Բեթհովենի մասին Ամալիա Սարգսյանը ճանաչվում է խաղի լավագույն հեռուստադիտող եւ ստանում 50,000 դրամի խաղային հաշվի վրա վիվարո ընկերության կողմից 10 տարեկան մադաթ կոնյակ եւ 50,000 դրամ այո քարտ վիզա կլասիկ քարտի վրա այո ծրագրի կողմից։ Խաղն ավարտված է,
Շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։